Հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն Քրիստոս հարյավ իմերելոց Միալե հարությունը Քրիստոսի ձեզ եւ մեծ ավետիս Սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, սիրելի կանայք, շնորհավորում ենք ձեզ ապրիլի 7-ը այսօր ավետման տոնն է, մայրության եւ գեղեցկության տոնը։ Այս տոնը ունի Աստվածաշնչյան պատմություն Ղուկասի ավետարանի առաջին գլխում ընթերցում ենք այն հատվածը, երբ Գաբրիել հրեշտակապետը երևաց Մարիամին եւ նրան ավետեց, ասեց՝ մի վախեցիր, դու շնորհ գտար Աստծո առաջ, երեխա պիտի ունենաս եւ անունը Հիսուս պիտի դնես, նա բարձրյալ Աստծո որդին պիտի լինի եւ ոչ մարդկության փրկիչը Մեսիան։ Եվ այստեղից այս ավետարանական հատվածը դարձավ ոգեշնչման աղբյուր քրիստոնյաների համար եւ սահմանվեց այս ավետման տոնը եւ ապրիլի 7-ը ամեն տարի հայ առաքելական եկեղեցին նշում է որպես այս աստվածաշնչյան հատվածի մարմնացում եւ նշում է մայրության, գեղեցկության նաեւ այս գեղեցիկ տոնը։ Սիրելիներ, այս տոնը շատ կարևոր խորհուրդ ունի մեզ փոխանցելու, որովհետեւ մենք տեսնում ենք մի իրավիճակ, մի մարդու պատմություն, ով Աստվածավախ էր, նաև նշանված էր Հովսեփի հետ, պատրաստվում էր ամուսնանալ, բայց հանկարծ այս մարդու կյանքը գլխիվայր շուռ է գալիս։ Ինչ առումով, որ իր բնական հունով, որ պետք է ընթանար, ինչպես մենք բոլորս պատկերացնում ենք մեր կյանքը, ծնվում ենք, ապրում ենք, մեծանում ենք, ամուսնանում ենք, ընտանիք ենք կազմում, երեխա ենք ունենում, երեխաներն ենք մեծացնում, բայց այս կնոջ կյանքը դեռ չամուսնացած, որ պատրաստվում էր ամուսնանալ, փոխվեց։ Ինքը մտածում էր իր կյանքի ծրագիրը սա է, բայց Աստված այլ ծրագիր ուներ իր հետ։ Եվ հրեշտակը գալիս է, ասում է, գիտես, դու պիտի հղիանաս, բայց ոչ Հովսեփից։ Ասում է Սուրբ Հոգին Հովանի կլինի քեզ, դու կհղիանաս, մի անծանոթ իրավիճակ այս մարդու համար, ինչպես կարող էր։ Եվ Մարիամը հարց է տալիս, ասում է, ես տղամարդ չեմ ճանաչում, ինչպես պիտի հղիանամ։ Ասում է Սուրբ Հոգին կգա, Հովանի կլինի, դու կհղիանաս եւ մեր եկեղեցին միշտ տերմին է օգտագործում Աստվածածնի պարագային, ասում է միշտ կույս Մարիամ Աստվածածին։ Այսինքն այդ հղիությունը, երեխա ունենալը իր վիճակը չփոխեց երբեք։ Եվ բնականաբար Մարիամը սկզբից վախենում է եւ հրեշտակը նրան ասում է մի վախեցիր այդ առաքելությունը ընդունելու, սա է քո առաքելությունը։ Աստված քեզ այս առաքելությունն է տվել, որ դու լույսաշխարհ բերես Աստծո որդուն։ Ինչու է ասում մի վախեցիր, որովհետև տեսնում է Մարիամի մտահոգությունը։ Ինչ մտահոգություն կարող է ունենալ Մարիամը։ Տեսեք, նշանված կարգավիճակ ուներ, դեռ չէր ամուսնացել եւ հանկարծ պիտի հղիանար։ Հասարակությունը նույնն է այսօր եւ 2000 տարի առաջ, նույն մարդն է, նույն մտածելակերպով, կաղապարներով, այդ կոմպլեքսներով, մեկի մոտ մի քիչ շատ արտահայտված, մեկի մոտ մի քիչ, եւ ինչ էր մտածում Աստվածածին, ինչ կարող էր մտածել, ինչպես պիտի երևար մարդկության մեջ, մարդկանց մեջ շրջապատում, ինչ պիտի մտածեին մարդիկ։ Դեռևս նշանված է, հղիանալու էր
ինչ խոսեին մարդիկ, ինչպեսի բամբասանքներ պիտի տարածվեր, բա որ հանկարծ հետո պարզվեր, որ Հովսեփից էլ չէ երեխան, էլ ինչ պիտի բամբասանքների առիթ պիտի լիներ, եւ ահա մի կարևոր բան, որ կխանգարեր Մարիամին, որ ինքը ընդուներ Աստծուց եկած իրեն առաքելությունը, բայց Մարիամը ինչ արեց, չվախեցավ, ասեց թող Աստծո կամքը լինի, ինչպես Աստված կտնօրինի, ինչպես Աստված կուզի, ես Աստծո աղախինն եմ, ես պատրաստ եմ ընդունել սա։ Եվ ուշադրություն չդարձրեց, ինչ կասեն մարդիկ, ինչպես կվերաբերվեն, բա ոնց կլինի, բա ես Հովսեփը, բա այսպես, բա այդ չընկավ այդ հարցերի ետևից, ուշադրություն չդարձրեց։ Այո, որպես ազգությամբ հրյա մարդ գիտեր Մեսիայի մասին, գիտեր, որ Մեսիան պիտի գա, Մեսիան պիտի իր առաքելությունը կատարի, Աստծո որդին պիտի մարմնանա եւ պիտի խաչվի, պիտի մեռնի, այսինքն որպես մարդ ինքը գիտեր այս ամենի մասին, բայց ինչ արեց ինքը, շատ լավ իմանալով, որ իր որդին որ ժամանակ անց չարչարանքներով պիտի մեռնի, նորից շարաժարվեց իր առաքելությունից, ասաց ես Աստծո աղախինն եմ։ Ինչ է տալիս մեզ այս տոնը, ինչ կարևոր պատգամ է տալիս։ Սիրելիներ, մենք էլ մեր կյանքում մեր առաքելությունը ունենք։ Աստված հաճախ մեզ էլ է տարբեր միջոցներով, տարբեր ձևերով կամ տեսիլքի երևացող կերպով, ինչպես Աստվածածին երևաց, կամ ինչ որ մարդու միջոցով, ինչ որ մեկի ձայնի միջոցով, Աստված մեզ մեր ծրագիրը ասում է, հուշում է մենք ինչ անենք, ինչպես առաջնորդվենք։ Այստեղ հարցը այլ է, մենք ընդառաջ ենք գնում այդ ծրագրին, թե չենք գնում այդ ծրագրին։ Մենք այդ ծրագրի իրականացման ընթացքում սպասվող դժվարություններին մենք ինչպես ենք վերաբերվում, ասում ենք, չէ, վայ, գիտես դժվար է լինելու, ինչ կմտածեն մարդիկ, բա դրա հետ կապված բարդությունները, դե լավ է, մեր համար ապրում ենք, սա է մեր կյանքը։ Այս ամենն ասում ենք ու մերժում, թե առաջ ենք շարժվում։ Տեսեք, նույնիսկ այս տոնի հետ կապված, թե այսօր մենք կարևորություն ենք տալիս նաև մայրության բերկրանքը սպասող կանանց, այսինքն հղիության մեջ գտնվող հղի կանանց ենք կարևորում։ Հենց այս խնդրի շուրջ, որքան երեխաներ չեն ծնվում, այսպիսի տարբեր մտածումների պատճառով եւ սեռով պայմանավորված կամ չգիտեմ այլ խնդիրներով պայմանավորված կամ մարդիկ չեն ցանկանում, բա ոնց պիտի մեծացնենք, բա մենք չունենք այդ ֆինանսական միջոցը, կամ հիմա մենք չենք պլանավորել, այս մեկը կամ երկուսը ունենք, շատ ենք կարողանում պահել, մի հատ էլ երրորդը։ Եվ այս մտածումներով որքան երեխաներ չեն ծնվում, չէ, բայց որքան Աստված այդ ամեն երեխայի հետ ինչ ծրագիր ուներ, եւ այդ ծրագիրը մենք միջամտելով կիսատ ենք թողնում, մեր մարդկային տկար կարողություններին նայելով, բայց Աստված մեզ հակառակն է ասում, ասում է ոչ մի պարագային դու մի վախեցիր, որովհետև յուրաքանչյուրը իր ծրագիրը ունի, Աստված յուրաքանչյուր մարդու հետ իր առաքելությունն է տալիս, դու մի վախեցիր այդ առաքելությունը ընդունելուց։ Քեզ էլ Աստված տվել է այդ առաքելությունը, թե երեխա լույս աշխարհ բերես, թե քո կյանքի տարբեր ժամանակահատվածում դու հասկանաս որն է քո առաքելությունը, Աստված քեզ ինչ է տվել եւ ինչ է ակնկալում, որ դու անես։ Եվ չի ուզում Աստված, որ դու քո վախերի, կաղապարների, կարծրատիպերի,
այլ մտահոգությունների պատճառով դու մերժես Աստծո տված առաջարկը։ Ուրեմն ավետման տոնը մեզ սա է պատգամում, որ մենք կարողանանք ընդունել Աստծո ծրագիրը մեզ ուղված, ինչ կարգավիճակում էլ որ լինենք։ Եվ երբեք մենք մեր վախերի պատճառով չմերժենք այդ առաքելությունը եւ չխառնվենք Աստծո ծրագրին։ Որտեւ Աստված ինքը ավելի լավ գիտի մեր վաղվա անելիքը, որքան էլ որ հիմա մեր համար դժվար է թվում, որքան էլ մեր համար անկարելի է թվում, որքան էլ մտածում ենք անհնար է, չի կարող, ինչպես ենք անելու։ Աստված գիտի, Աստված տվել է մեզ օրինակ Մարիամ Աստվածածնին, ասում է, տես այս կինը հնազանդվեց, ընդունեց Աստծո ծրագիրը եւ առաջ շարժվեց։ Դու էլ ընդունիր Աստծո ծրագիրը ու առաջ շարժվիր։ Տիրոջ նորը, սերը եւ խաղաղությունը թող մեզ բոլորիս հետ լինի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։